քիչ առաջ տեղեկացա իմ տեղեկություններով, որ կրակողներից մեկին վտանգելով իրենց կյանքը կարողացել են Վաղարշապատի համայնքային ոստիկանները վնասազերծել, բայց նրանք եղել են 3 հոգով, երկուսը դիմել են փախուստի, բայց հենց կրակողին իմ տեղեկություններով հենց համայնքային ոստիկաններն են կարողացել հետապնդել եւ վնասազերծել։ Այս պահին արդեն օպերատիվ խումբը մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Երվանդ Նիկոյանի եւ վարչության պետի տեղակալ Հովհաննես Տարիստակեսյանի գլխավորությամբ որոշ ոնց որ ժողովուրդն ասում դետալներ ճշտել են եւ արդեն հասցեներ են քրեական եւ համայնքային ոստիկանները մեկնել եւ որպեսզի կարողանան հայտնաբերեն այն երկուսին, ինչպես նաև հանցագործության գործիք, զենքը, ինչպես նաև ճշտել են այն ավտոմեքենայի մակնիշը, որով նրանք դիմել են փախուստի։ Բայց որ համայնքային ոստիկանները Վաղարշապատի բաժնի բավականին օպերատիվ են գործել եւ հենց նրանք են վնասազերծել, դա արդեն շատ լավ փաստ է, իրականություն է։ Հիմա արդեն ըստ բնակիչների կրակոցները շատ ձայն է ինչ է կրակոցների, բայց հիմա կարծես թե նախնականով հաշտվել են մոտ 15-ից ավելի կրակված պարկուշներ ինքնաձիգի։ Կրակված պարկուշն է ու այդպես մի քանի հատ մի քանի ճշտվում է նաև նշված ավտոմեքենան կապ ունի թե նշված ավտոմեքենայի վրա արկա է կրակոցի հետքեր, ահա հետևի հատվածում արկա է կրակոցի հետք։ Աչյանի դռան վրա նույնպես կա կրակոցի հետք, դիմապակու վրա է կրակոցի հետք, դրա համար էլ մարզի քրեական վարչության պետի հանձնարարականով պարզում են հիվանդանոցային ահազանգեր կան, թե ոչ, արդյոք վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ, նախնական տեղեկություններով բարեբախտաբար չկան վիրավորներ,